Այսօր ինչպես գիտեք եւ ինչպես ասացի, քաղաքացու օրն է եւ շատ կարեւոր է որ մենք այսօր խոսենք նրա մասին, թե ինչ ենք հասկանում քաղաքացի ասելով եւ ինչ է քաղաքացի։ Ընդհանրապես աշխարհում տարբեր երկրներում քաղաքացիության տարբեր ընկալումներ եւ մոտեցումներ եւ հայեցակարգեր կան եւ Հայաստանի Հանրապետությունում էլ կարծում եմ քաղաքացու հայեցակարգը ունի եւ պետք է ունենա որոշակի առանձնահատկություններ, բայց իհարկե ընդհանուր առմամբ քաղաքացիությունը մի հասկացություն է, որը բոլոր տեղերում առնվազն մի որոշակի ընդհանրություն ունի։ Ես երբ որ մտածում եմ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիության հայեցակարգի մասին եւ ընդհանրապես ժողովրդավարական պետություններում քաղաքացիության հայեցակարգի մասին, ես մոտավորապես այսպիսի մի պատկեր եմ ստանում, որը տարբեր առիթներով այս պատկերը միջայլոց ես այս բանախոսություններում օգտագործել եմ, բայց իմ ընկալմամբ քաղաքացին պետության մեր կոնցեպտով, մեր հայեցակարգով եւ ժողովրդավարական պետության հայեցակարգով քաղաքացին պետության աստվածն է։ Քաղաքացին պետության աստվածն է կամ ավելի ճիշտ քաղաքացիների ամբողջություն ժողովուրդն է պետության աստվածը։ Ինչու, ինչով է պայմանավորված այս ձևակերպը։ Սա շատ կարևոր է հասկանալ, որովհետև ընդհանրապես աշխարհում պետությունների եւ իրավաբանական լեզվում առանձնահատկություններ կան եւ մենք էլ մեր քաղաքական ավանդույթի բերումով որոշակի բառերը իմաստներով տարբերվել են, նոր իմաստ են ստացել։ Օրինակ ամբողջ աշխարհում nation բառը ընկալվում է այնպես, ինչպես մենք ընկալում ենք ժողովուրդ բառը։ Մենք nation-ը թարգմանում ենք ազգ եւ people-ն է բառացի ժողովուրդը, բայց օրինակ արևմտյան քաղաքակրթության եւ լեզվամտածողության մեջ սահմանադիրը այդքան էլ եւ միշտ չի, որ people-ն է, բայց Հայաստանի Հանրապետությունում մեր սահմանադրական ավանդույթով ասված է, որ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին։ Այսինքն չի ասված իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ազգին, գրված է ժողովրդին։ Իսկ հետագա ընկալումներում մենք պարզում ենք, որ ժողովուրդը իր իշխանությունը իրացնում է ընտրությունների հանրաքվեների միջոցով եւ այլն եւ այսպես շարունակ։ Այսինքն մենք հասկանում ենք, որ ժողովուրդը քաղաքացիների ամբողջությունն է։ Եվ հետեւաբար ես կարծում եմ սկզբունքորեն մի ժամանակ հարց էր ծագում, թե ինչքանով է as nation, people, ազգ, ժողովուրդ հասկացությունները, ինչքանով մենք պետքա փորձենք դարձնել համապատասխան միջազգային ընկալումներին, բայց իմ կարծիքով այն ավանդույթը, որը մեզանում հաստատված է, եւ այն ավանդույթը, որը մեզանում աշխատում է, մենք դրանից հրաժարվելու ոչ մի անհրաժեշտություն չունենք, եւ հետեւաբար սա է պատճառը, երբ որ ես կարծում եմ, որ քաղաքացին եւ քաղաքացիների ամբողջություն ժողովուրդը պետության աստվածն է։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ժողովուրդն է ստեղծում եւ ստեղծել պետությունը։ Եվ հետեւաբար քաղաքացին այն մարդն է, ով ունի պետություն ունենալու կամք, ով ունի պետություն ունենալու կամ ստեղծելու, եւ քանի որ մեր պետությունը ստեղծված է, չնայած պետությունը անընդհատ եւ միշտ կարելի է ստեղծել։ Պետությունը մի հասկացություն է, որի ստեղծումը տեղի է ունենում պարբերաբար, որովհետեւ պետության զարգացման ամեն նոր շրջափուլի մեկնարկը ըստ էության պետության ստեղծում է։ Եվ հետեւաբար քաղաքացին այն մարդն է, ով պետություն ստեղծելու կամք ունի, պետությունում ապրելու կանոններ սահմանելու կամք ունի, եւ այստեղ որ գալիս է երրորդ կարևոր հատկանիշը, ինքը իր սահմանած կանոններով ապրելու եւ այդ կանոններին ենթարկվելու կամք ունի։ Եվ եթե այս իրավականից գանք էմոցիոնալ, քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը ինքը իր նման։
քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքը իրեն է սիրում։ Եվ հետևաբար քաղաքացին այն մարդն է, ով ի վիճակի է խնամք տանել իր ստեղծած պետության նկատմամբ, այնպես ինչպես խնամք կտաներ իր զավակի նկատմամբ։ Եվ հետևաբար քաղաքացի հասկացությունը ես հենց այս տրամաբանությամբ եմ հասկանում, բայց այստեղ է որ հարաբերությունները իրենք շրջանաձև են, որովհետև ինչպես քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, այնպես էլ պետությունը պետք է սիրի իր քաղաքացուն։ Եվ ստեղ է պրոբլեմը, այն կետում, որտեղ տեղի է ունենում խզումը, կամ քաղաքացին չի սիրում իր պետությանը, կամ պետությունը չի սիրում իր քաղաքացուն։ Ահա այդ կետում սկսվում է պետության քայքայումը։ Եվ հետևաբար պետություն եւ քաղաքացի հարաբերությունները իմ ընկալմամբ եւ իմ պատկերացմամբ առաջին հերթին էմոցիոնալ հարաբերություններ են, որոնք իրենց հերթին կարող են ձևակերպվել ռացիոնալ կերպով, կարող է այդ էմոցիան ռացիոնալ կերպով ձևակերպվել սահմանադրության մեջ, այդ էմոցիան ռացիոնալ կերպով ձևակերպվել օրենսդրության մեջ եւ այդ էմոցիան, որը ռացիոնալ կերպով ձևակերպված է սահմանադրության եւ օրենսդրության մեջ, կարող է համապատասխանել իրական կյանքին։ Սա էլ ամենահաջորդ մեծագույն խնդիրն է պետություն եւ քաղաքացի հարաբերություններում, որովհետեւ երբեմն խզում է առաջանում նաեւ այնտեղում, երբ որ ձևակերպված իրավակարգը իրականության հետ կապ չի ունենում։ Բայց ես ուզում եմ նաև մենք անդրադառնանք մի հարցի, թե ինչ է նշանակում այնուամենայնիվ պետության եւ քաղաքացու հարաբերություններում, երբ որ ասում ենք, որ պետությունը, քաղաքացին եւ պետությունը պետք է սիրեն իրար։ Ինձ համար այդ հասկացությունը, այդ հարաբերությունը արտահայտված է ահա այս պատկերի մեջ, երբ որ ասվում է, որ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Հետևաբար քաղաքացին պետք է ուժեղացնի պետությունը, պետությունը պետք է ուժեղացնի քաղաքացուն։ Շատ կարևոր է, թվում է թե ինքը շատ պարզ հասկացություն է, չէ՞։ Այսինքն բառի մակարդակով, նախադասության արտահայտության մակարդակով ոչ մի անհասկանալի բան չկա։ Բայց շատ կարևոր է ընդհանրապես, որ մենք բառերը թեկուզ պարզ եւ հասկանալի նախադասությունները ընկալելու համար ջանք գործադրենք, եւ ես ելի ուզում եմ վերադառնալ Մեսրոպ Մաշտոցին եւ հայերեն առաջին նախադասությանը եւ հայերեն առաջին տեքստին, ճանաչել իմաստությունը եւ խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը եւ ուղղել իրավունքը, պարզամիտներին խորագիտություն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպեսզի դրանք լսելով իմաստունն ավելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդություն ստանա, ընկալի թափանցի ասույթների, առակների եւ խորին ասույթների մեջ, իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանությունների մեջ։ Այս միջայլոց մի նախադասություն է, որը մեր գենետիկ մի տեքստ է, որը մեր գենետիկ կոդի մեջ է, ուղղակի այդ գենետիկ կոդը մենք պետք է պարբերաբար կարդանք։ Իմիջայլոց հենց գիտնականները գենետիկ կոդը իրանք արտահայտում են, ընկալում են, ներկայացնում են որպես տեքստ։ Այսինքն դա տեքստ է։ Հիմա շատ պարզ բան է գրած, պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Հիմա քաղաքացին պետությունը պետք է ուժեղացնի քաղաքացուն, մարդը քաղաքացին պետք է ուժեղացնի պետությանը։ Ինչով է սա արտահայտվում։ Ինչով կարող է պետությունը ուժեղացնել մարդուն։ Ինչով կարող է պետությունը ուժեղացնի ձեզնից յուրաքանչյուրին, ես նկատի ունեմ հատկապես ուսանողներին եւ եթե դպրոցականներ կան, դպրոցականներին։ Ինչ պիտի անի պետությունը, որ դուք լինեք ուժեղ։ Ինձ համար եւ Հայաստանի Հանրապետության կառավարության համար այդ հարցը ունի մեկ եւ շատ կոնկրետ պատասխան։ Պետությունը պետք է ապահովի, որ դուք ունենաք մրցունակ կրթություն, այնպիսի կրթություն, որը ձեզ հնարավորություն կտա
ունենալ այնպիսի աշխատանք, այս աշխատանք բառին է կվերադառնամ, որը ձեզ հնարավորություն կտա ապրել բարեկեցիկ կյանքով։ Ես գիտեք, շատ տարբեր իրավիճակներում եմ եղել, շատ տարբեր կյանքի։ Եվ գոնե մինչև հիմա ինձ որևէ մեկը չի համոզել, թե բացի կրթությունից մարդու ուժեղ լինելու որևէ այլ հատկություն կա։ Ես չգիտեմ, ես շատ եմ մտածել դրա մասին։ Ես օրինակ մտածում եմ, ինչ պետք է ունենա մարդը, որպեսզի ինքը լինի ուժեղ։ Բացի կրթությունից որևէ այլ բան իմ մտքով չի անցնում։ Ես անկեղծորեն փնտրում եմ։ Եթե որևէ մեկը ուրիշ այլ, մենք պետքա բան լինենք, բաց միտք ունենանք, ով ուրիշ տարբերակ ունի առաջարկելու, ես դեմ չեմ, թող առաջարկի քննարկենք, բայց ես բացի կրթությունից ուրիշ որևէ տարբերակ չեմ տեսնում, որովհետև ուժեղ է միայն կրթված մարդը, բացառում եմ, որ կարելի է ծափահարել։